Երեխեք դուք հաստատ ճիշտ եք լսել։ Չէ։ Մի բան խառնում է։ Անհնար է Քամալյանին ուզենան ազատեն աշխատանքից։ Երեխեք, ես ձեզ հաստատ բան եմ ասում։ Ես Գորն ու Ժաննան ենք լսել։ Ասում էին այսօրվանից ուրիշ ուսուցիչ է գալու։ Փորձաշրջանը կանցնի ու կազատեն Քամալյանին։ Պատճառն էլ է նա, որ 12-րդ դասանի Դավիթի կիսամեկը շատ ցածր է նշանակել ու կարմիր դիպլոմից զրկվելու է։ Հա, դե, բոլորս էլ գիտենք այդ Դավիթը ոնց է ստացել իր մյուս գնահատականները։ Պապայի փողերով։ Իսկ Քամալյանը իր խիղճը չի վաճառում։ Բա ինչ անենք։ Ոչ ենք թողնելու, որ աշխատանքից ազատեն իրան։ Եթե այդ նոր ուսուցչուհին նորմալ անցնի փորձաշրջանը, հաստատ կազատեն։ Ուրեմն չպիտի թողնենք, որ նորմալ անցնի։ Հա, դրանից էլ հեշտ բան։ Ամեն անգամ մի բան կանենք 10 տապարելու համար։ Այդ որ բոլորիս մոտ լավ է ստացվում։ Բայց այդ նոր ուսուցչուհին ինչ մեղք ունի։ Ինքը հնարավոր է ամեն ինչից անտեղյակ է։ Համեզ ինչ։ Մենք իր դեմ բան չունենք, զուտ միակ լուծումն է դա։ Հաստատ ուրիշ դպրոցում էլ իրան աշխատանք կգտնի։ Իսկ ինքեր Քամալյանը առաջի դասարանից մեր հետ է։ Բարի լույս։ Էս ինչ տարօրինակ հավաքի։ Տեսանք երեխեքը կանգնած են, ասեցինք մի քիչ շփվենք իրանց հետ։ Ահա շատ լավ բան եք մտածել։ Բայց զանգին մի քանի րոպե մնում, այնպես որ գնացեք ձեր դասարաններով։ Նոր ուսուցչուհին առաջինը երեխաների մոտ կլինի։ Ձեզ լավ կպահեք, որ առաջի տպավորությունը դրական լինի։ Ընկեր Քամալյան, բայց ինչի է ինքը փոխարինում։ Հիմա դուք եք մեր մոտ դասի։ Դե փորձաշրջան եմ։ Հուսամ, որ այսօրվա դասին պատրաստ եք ինչպես միշտ։ Չէ՞ որ։ Աբա ոնց ընկեր Քամալյան։ Գնացինք երեխեք։ Գնացինք։ Հիմա ինչ ենք անելու։ Եկեք խառնաշփոթ ստեղծենք, որ մտնի ու չհասկանա ինչ անի։ Տենց էլ կգնա, տնօրինությանը կբողոքի։ Հա բայց այդ ժամանակին ամեն ինչ կբարթենք իր վրա, կասենք ստում է։ Կամ կասենք, որ մենք ուղղակի ակտիվ դասն ենք քննարկում։ Մեղ կա, բայց երեխեք։ Մի քիչ իմ խղճի վրա էլ է ազդում, բայց դե հիմա ընկեր Քամալյանի մնալն ավելի կարևոր է, քան Իրանը։ Իսկ եթե մենք գնանք տնօրինի մոտ ու մեր դժգոհությունն արտահայտենք։ Գիտես այդ դեպքում ինչ էր լինելու։ Մեզ ասելու են մեզ չվերաբերվող հարցերի մեջ չխառնվենք։ Երեխեք ոնց որ մարդ է գալիս։ Հա բայց ինքն է, մեր գլխին անկապ չսարքենք։ Հա, ինքն է։ Պատրաստվեք։ Ահ, չես անում, նորմալ է։ Դե որ կռիվը ավելի բնական լինի, էլի։ Լռեք բոլորով, միակ չեմ երևում, ես ստեղ կանած։ Բոլորդ նստեք ձերտեղ։ Էս ինչ պահվածքա դպրոցի ներսում։ Ուսուցիչը մտնում է ներս ու ոչ մեկը չեք զգաստանում։ Կարող է խնդիրը ուսուցչի մեջ է։ Քանի որ այսօր մեր առաջին հանդիպումն է, ես չեմ ուզում, որ վատ սկսվի։ Պետք է փորձենք ընկերներ դառնալ։ Ուսուցիչը, ընկերը ընկեր։ Դուք եկել եք մեզ դաս տակ, ոչ թե մեր հետ բակում պահմտոցի խաղաք։ Երեխեք, ոնց որ ստացվեց։ Ինքն իր կամքով է դուրս գալու այս դպրոցից։ Ահա որ էր երեխեք։ Արցունքները հազիվ զսպեց։ Ախր ինքը մեզ ոչ մի բան չի արել։ Ոնց եմ ներվայնանում, որ բոլորս լավ տրամադրությունը փչացնում ես։ Հա էլի, թող հանգիստ վայելենք մեր հաղթանակը։ Եթե այս ձեր համար հաղթանակ է, ուրեմն ես չգիտեմ էլ ինչ ասեմ։ Ոչինչ, այսօր կներվի, վաղը կմոռանա մեր գոյության մասին։ Հա, չէ, ու որտեղ նստի կասի նեն ծան դաստիրակ երեխեք էին, չկարողացա հետները։ Իբր ինչի ենք դասը դալիճում հասկացնելու։ Դե ինքը ջահել կրյացիվ դասատուի է էլի, ուզում է տպավորություն թողի մեր վրա։ Հա, չէ, իբր նոր մեթոդներով է աշխատում։ Այնպես է ընկեր Քամալյանն էլ նոր մեթոդներով է աշխատում։ Բայց այդ մեզ հաճույք է պատճառում։ Ինքը երևի միակ մարդն է, ում չեմ ճանաչում, բայց արդեն չեմ սիրում ու տրամադրված եմ իր հանդեպ։ Բայց ուշանում է ոնց որ։ Լավ չի։ Մեր մտածածն ենք անելու։
Լավ, Միրան ոնց են ընդունել դպրոց, ընդհանրապես դասատուին նման չի։ Ոնց որ դպրոցը նոր ավարտած երեխա լինի։ Չի հասկանում, որ ինքը այսքան երեխեք հետ չի կարողանալու աշխատի։ Նենց գլուխը բարձր է քայլում։ Մեկն էլ կմտածի, չգիտեմ, քանի համալսարան է ավարտել։ Ես որ չեմ պատրաստվում համարյա իմ տարիքի դասատուին լուրջ վերաբերվել։ Ես չմտածի էլի խելոք նստելու ենք իրա դասերը լսեք։ Լավ, հերիք հա գնաց։ Ինձ թվում է այսքան բանից հետո էլ դժվար մնա դպրոցում։ Ասա իրանից հետո մի հատ էլ ուրիշ ինչ բերեն։ Չնայած նույն ճակատագրին կարժանան։ Մտածում եմ, եթե մենք լինեինք իրա փոխարեն, այսքան էլ լսենք ինչ կզգայինք։ Ես որ լինեի, նախ կմտնեի մի երկու բան կասեի, հետո էլ վերջերս կավաքեի ու դուրս կգայի։ Հետ ծիծաղալու չի երեխեք ախր։ Մենակ չասես արդեն փոշմանել ես։ Ես մտածում եմ, եթե իրան մոտենայինք, պատմեինք իրա վիճակը։ Ու խնդրենք, որ իրա կամքով դուրս գար, ավելի արդար կլիներ։ Այ միամիտ։ Քեզ թվում է ասելու էր, հա երեխեք ջան, ես հանուն ձեզ ու ձեր ուսուցչի կհրաժարվեմ իմ աշխատանքից, հա։ Մարդուն հնարավորություն ա տրվել։ Ինքը հաստատ գիտի իր վիճակի մասին։ Հաստատ հիմա պայքարում է։ Փորձում ամեն ինչ անի, որ հաղթի Քամալյանին այս պայքարում։ Լավ, մի խորացեք, վերջ։ Ոնց որոշել ենք, տենց էլ պետք է անենք։ Ավելի լավ է գնանք տենանք մյուսներն ինչ են արել։ Տենասին չարին փոխում է։ Իսկ թվում է ոչ մի բան չեն արել։ Հա, երևի խելոք գնացել նստել են դասին։ Բայց ոնց որ լավ էր ստացվել ամոթներում։ Երթն հա ոնց որ, չպետք է զիջենք փոքրերի։ Բայց կարող է մի օրվա համար շատ լինի։ Մեզ ընդհանրապես սովորացել են բարևել ուսուցիչներին։ Բայց ոնց որ ուսուցիչները տարական էթիկային չեն տիրապետում։ Լավ, հա, սաղ գիտեն հեշտ է դասատու դառնալը։ Երեխեք հետ շփվել է։ Ամեն մարդու բան չի, տարիների փորձ է պետք։ Տենց լինի դպրոցը կավարտեմ կմնամ այստեղ էլի։ Մարդիկ կան հենց տենց էլ արել են։ Ինչ է պատահել, Տաթևիկ, ինչու ես այդպես ուզված։ Արագ եկեք, Քամալյանը որ մեզ տեսավ ամեն ինչ հասկանալու է։ Արդեն պարզ է, թե ինչի են ուզում ձեզ դպրոցից հեռացնեն։ Սենց են ձեր դաստիարակած աշակերտները։ Դեն մեզ նազ, ինած փոքր հալով լավ է խառնաշ փոթ են ստեղծը։ Տեսնես արդեն գնացել բողոքել, հա։ Քամալյանը որ իմացավ, հաստատ ջղայնանալու էր։ Ինքն էլ ահավոր։ Ինչ էլ լինի հերքում ենք երեխեք, ասում ենք որ հորինել է։ Մենք էլ այնպես կանենք, որ ինքն է դուրս եկել Բերդեն, ոչ թե մենք իրար։ Երեխեք Քամալյանը Տաթևիկին տեսան վհեսնոր, ահավոր հուզված էր։ Դե մենք էլ մի երկու բան ենք ասել, չգիտեմ մեզ տեսավ թե չէ, բայց պետք է մի բան մտածենք ինչ ենք անելու։ Վերջներս վատ է լինելու երեխեք։ Ինքեր Քամալյանին խաբել չի ստացվելու, հաստատ։ Պլան է պետք մշակել։ Ամեն ինչ մեր դեմա դուրս գալու։ Երեխեք Պետք էր մի քիչ երկար մտածեինք, տակ գլխով որոշում կայացրեցինք ու արեցինք։ Հիմա ափսոսալը մեզ չի փրկելու։ Հստակ մտածված պլան է պետք ունենալ։ Մյուսներին էլ պիտի կանչեն, որ բոլորս նույն բանն ասենք։ Երեխեք, ինքեր Քամալյանը բոլորս կանչում է դահլիճ։ Լավ էլ արագ է գործում այդ Տաթևիկը։ Արագը չգիտեմ երեխեք, բայց ես դեռ իրան տենց չէի տեսել։ Քեզ ինչ որ բան ասես, բայց Չէ, ոչինչ բռ, եկեք գնանք ավելի չվայնանամ։ Ոչ մի բան չհասցրեցինք մտածենք։ Լավ, մնացածը տեղում կհասկանեմ։ Գոհ եք։ Չձևացնեք, թե ոչինչ չեք հասկանում։ Էդ ինչ օրն եք գցել երիտասարդ աղջկան, որ լաց լինելով դպրոցից դուրս եկավ։ մենք չէինք կարող թողնել, որ ինչ-որ մեկը ձեր տեղը զբաղեցներ։ Իմ անունը գցելով։ Հիշեք խնդրում եմ։ Այս կյանքում յուրաքանչյուր մարդ իր տեղ ունի։ Եվ ոչ ոք չի կարող նրա տեղը գրավել։ Ես չգիտեմ, թե դուք ինչ եք ասել, ինչ եք արել,
Բայց ամենավատն այն է, որ դուք կոտրել եք ընկեր Աղաջանյանի երազանքները, նրա պատկերացումները։ Մենք ընդհանրապես ուզում ենք, որ ինքը ձեր փոխարեն չմտնի դպրոց։ Երազանքները կոտրելու բան չկա այդտեղ։ Այս դպրոցը չլինի, մեկ ուրիշ դպրոց կլինի։ Կգնա դաս կտա այնտեղ, որտեղ են իրոք սպասում են։ Իսկ այստեղ մենք արդեն ձեզ ենք սովորում, չեմ հասկանում ինչ եք մեր վրա բարկանում, եթե իրականում ինչ արել ենք ձեր համար ենք արել։ Իսկ ով ասաց, որ նման քայլով դուք ինձ համար լավ բան եք արել։ Առաջին հերթին դուք կասկածի տակ եք դրել իմ տված դաստիարակությունը։ Երկրորդ հերթին դուք դավաճանել եք ձեր իսկ ամենալավ արժեքները։ Եվ ամենավատն այն է, որ դուք հիմա էլ նույն կարծիքի եք։ Դուք ձեր կարծիքը չեք փոխել։ Կարծում եք, որ ճիշտ բան եք արել։ Ես ամենասկզբից էլ դեմ էի։ Այդ ուսուցչուհին ընդհանրապես մեղք չուներ։ Իրական մեղավորներին պատժելու փոխարեն անմեղ մարդու ենք նեղացրել։ Կգնանք ներողություն կխնդրենք, բայց ընկեր Քամալյան, ինչ անենք, որ դուք չհեռանաք։ Ու ինչ կերպով, որ էլի սենց սխալ չանենք։ Պարզապես մի խառնվեք։ Ընդհանրապես մի խառնվեք։ Ու նշանակություն չունի, թե ձեր կողքինով է, կարևորը որ դուք լավ մարդ մնաք։ Իսկ ընկեր Աղաջանյանից կարծում եմ, որ էլ ներողություն խնդրելու ժամանակ չեք ունենա, նա այլևս դպրոց չի գալու։ Ոնց, այդ հաստատ, հա? Ոնց գտնենք իրան, տան հասցեն, գիտեք։ Ես ոչինչ չգիտեմ եւ ձեզ օգնել չեմ կարող, դուք ինքներդ մտածեք, թե ինչպես կուղեք ձեր սխալները։ Իսկ հիմա կարող եք գնալ, ազատ եք։ Խայտարակություն է այս։ Մի բանը անելուց առաջ երկար է պետք մտածել։ Ես ինչ արեցինք։ Ինչու ես ձեր խելքին ենք ընդհանրապես։ Հա, ճիշտ ես։ Ոչ էլ պիտի խառնվենք սենց բանի մեջ։ Եթե Աղաջանյանի սիրտը չշահենք, ինչ չեմ ների։ Նենց եք խոսում, ոնց որ ինչ-որ մեկը ստիպել է ձեզ։ Այս սաղից որոշումն է եղել։ Ունես չի ինչ-որ մեկի ասածով ենք շարժվել։ Լևոնը չէր, որ առաջարկեց այդ։ Լևոնը առաջարկեց չէիք ուզում չհամաձայնվեիք, այս ինչ ձև է։ Սխալը բոլորինս է, պետք է կռվելու տեղը լուծում գտնենք։ Ճիշտ է ասում։ Հիմա էլ բոլորս պիտի իրար միս ուտենք ու հետո մտածենք ինչ անենք, որ իրար ներենք։ Սեն ժամանակ ոնց որ ուրիշ մարդ դառնանք, չի կարելի ամոթ առնել։ Սխալը սխալի հետևից ենք անում։ Իրականում ոչ մեկ ոչ ոքի չի ստիպել։ Մենք ինքներս մեր կամքով ենք ամեն ինչ արել։ Ուղղել է պետք, եթե անգամ ընկեր Քամալյանին հեռացնեն, ինքը մեզից նեղացած չպիտի գնա։ Ու ոչ միայն ինքը, ճիշտ ասում ընկեր Քամալյանը։ Մենք մի մարդու ամբողջ կյանքի վրա կանենք հետ, թողնենք ես մեր արածով։ Իսկ մեր կռվով էլ կանենք իրար կորցնենք։ Եկեք ամեն մեկս մի բան մտածենք ու անենք։ Ընկեր Քամալյանը մեզ այնքան բան է սովորացրել, որ այս ամեն ինչը կլուծենք։ Դեռ մի բան էլ, այնպես կանենք, որ իրան չհեռացնեն դպրոցից։ Վերջացրեք այս անկապ խոսակցությունները։ Սենց մեծ խոսացինք, որ այսօրին հասանք։ Գոնե հիմա սենց բաներ մի ասա։ Լիլ վերջ։ Ուզում ենք լուծում գտնենք, դու շարունակում ես։ Սպասի էլի։ Ստացվեց։ Իսկ ոնց վերցրիր։ Գնացի ուսմասվարի մոտ, ասաց, որ հեռախոսը սմարթկոդն նստել է, չեմ կարողանում մամայից հետ խոսել։ Ջերմություն ունի, ինքն էլ տվեց։ Կամիլ, բայց դու ինչ խորամանքն ես։ Դե արագ գտեք ընկեր Աղաջանյանի հեռախոսամարը, կանչենք դպրոց։ Հեսա, Տաթևիկ Աղաջանյան։ Բայց ինչ գրենք։ Եկեք հենց իր հեռախոսից է գրենք։ Գրեք, Տաթևիկ ջան, 1 ժամից մոտեցիր դպրոց, շտաբ բան կա քննարկելու քո հեռացման հետ կապված։ Հա, բայց կզանգի, որ զանգի ինչ ենք անելու։ Ուսմասվարը, որ իմացավ, սաղ ջուրը կընկնի։ Գրեք ու արգելափակեք հեռախոսը համարը։ Վախենում եմ երեխեք։ Բայց այս մեր վերջի շանսն է։ Տաթևիկ ջան, 1 ժամից մոտեցիր, ձեր հեռացման մասին բան կա քննարկելու։ Ամբողջ դպրոցը հետախուզել ենք արդեն։ Ոչ մի ապացույց չունենք այդ Դավիթի պապայի դեմ։ Դե լավ հույսդ մի կտրի, անհնար է որ որևէ կերպ չկարողանանք ապացուցենք։ Եթե անգամ չգտնենք էլ ապացույց, ուղղակի կմիավորվենք ու բողոք կբարձրացնենք։ Ճիշտ է, թեկուզ համացանցով։ Հիմա այդ ամենաուժեղ գործիքն է։ Դուք չեք կարող պատկերացնել, թե ես ինչ եմ նկարել հեսօր։ Ինչ ես նկարել։ Դե խոսա, ապացույց գտել։ Մի պա դուրս եկա, գնացի դպրոցի հետև ու տեսա Դավիթը որ ավտոն էր կանգնած։
Դուրս եկա մեքենայից, մոտեցավ ուսուցիչներից մեկին ու ծրար տվեց։ Նկարել եմ երեխեք։ Ապրես Լևոն, բայց մենք այդ ինֆորմացիան ինչ ենք անելու։ Դե երեղեն ապացուցա էլի, որ ոստիկանություն ներկայացնենք հաստատշանենք։ Իսկ եթե սկզբում ուղղակի զգուշացնենք, որ ամեն ինչ գիտենք ու վախեցնենք։ Չէ, այդ սխալ է։ Մեղավորները պետք է պատժվեն օրենքով։ Եթե մենք հիմա լռենք, իրենք էլի շարունակելու են։ Ճիշտ է, ուղղակի ավելի զգուշ են լինելու, որ չբռնվեն։ Այս ինչ խառն է ամեն ինչ։ Դեռ Աղաջանյանին էլ մի կերպ պետք է դպրոց բերենք։ Երեխեքը արդեն զբաղվում են այդ հարցով։ Հիմա երևի արդեն կազմակերպել են։ Եկեք ավելի լավ, հասկանեք սա ոնց է գործել։ Ամաչում եմ շատ, ինչ ենք ասելու։ Ուղղակի եկեք ուղեկցենք դասարան։ Առանց ոչ մի բան ասելու, ինքը ինչի պետք է մեզ լսի։ Մենք իրան այնքան ենք նեղացրել, որ հանգիստ կար համարի ու կգնա։ Բարև ձեզ, խնդրում եմ 1 րոպե կսպասեք։ Ես այլևս դաս չեմ տալու ձեզ ու կարող եք այդ ձևական բարևն էլ չտալ։ Ուղղակի տնօրենը կանչելա դրա համար եմ եկել։ Ընկեր Աղաջանյան, մենք ձեզ շատ ենք նեղացրել, հասկանում ենք, բայց մի բան կա, որ դուք պիտի տեսնեք։ Խնդրում ենք ձեզ, եկեք մեր հետ ու ամեն ինչ կհասկանաք։ Ես ոչինչ չեմ ուզում տեսնել։ Ինչ պետք էր երեք արդեն տեսել ու լսել եմ։ Չէ, դուք չեք հասկանում։ Մենք փոշմանել ենք, դուք հնարավորություն չեք տալիս մեզ ուղղենք։ Ահ, գլուխս։ Ինչ է եղել։ Չեմ կարողանում բարձրացնել գլուխս։ Շատ է ցավում։ Հա։ Պետքա շուտ տանենք դասարան ու բժիշկ կանչենք։ Օգնեք ինձ։ Հա, լավ ես։ Չէ, ավելի ուժեղ անում։ Կներեք, ստիպված էինք ձեզ այս տարբերակով բերել դասարան։ Մենք երեք շատ անթույլատրելի արարք են գործել ձեր հանդեպ եւ ուզում ենք բացատրել։ Ուրիշների սխալների համար ընկեր Քամալյանին էին ուզում հեռացնել դպրոցից։ Ու եթե դուք ձեր փորձաշրջանը լավ անցնեիք, դա տեղի էր ունենալու։ Մենք փոխարենը պետք է գտնեինք ապացույցներ եւ արդար կերպով պաշտպանեինք մեր ուսուցչին։ Անմտություն արեցինք։ Դուք վատը չեք, այն ինչ առհասարակ լսել ու զգացել եք ձեր դեմ չէր, անարդարության դեմ էր։ Ուղղակի սխալ ճանապարհ ենք ընտրել դրան հասնելու համար։ Ընկեր Քամալյանը մեր աչքերը բացեց ու հասկացանք, որ այնինչ արել ենք ձեզ հիասթափեցնելու էր ամբողջ կյանքում։ Ու հիմա եթե կարող եք, ուղղակի ներեք մեզ եւ մնացեք մեզ հետ։ Մենք կապացուցենք, որ այն չենք ինչ որ ցույց ենք տվել։ Ապրեք երեխաներ։ Հիմա գիտեմ, որ դուք կարողանում եք ուղղել ձեր սխալները, չեք վախենում։ Գիտեմ նաև, որ կարողացել եք պարզել շատ կարևոր բան, այնինչ շատերը երկար ժամանակ չէին կարողանում պարզել կամ չէին ուզում։ Ես հպարտանում եմ ձեզնով, որ դուք կարողանում եք հաղթահարել անարդարությունը։ Կարողանում եք հաղթահարել ինքներդ ձեզ եւ դուրս գալ անարդարության դեմ։ Եվ ես վստահ եմ, որ մենք կկարողանանք ապացուցել ընկեր Աղաջանյանին, որ դուք ճիշտ եք եւ ցույց տանք ձեր ամենաիրական եւ ամենալավ կողմերը, չէ՞։ Հիմա գիտեմ, որ այնինչ արել եք ձեր սրտից դուրս եկած չի եղել։ Ու դա ամենակարևորն է ինձ համար։ Ես ամբողջ պատմությունը չգիտեի,
Հիմա ամեն ինչ պարզ է ինձ համար։ Ու կարծում եմ, որ դեռ երկար ճանապարհ ունենք իրար հետ անցնելու։